Մեր երեխեքը պիտի չպայքարեին։ Հա։ Իմ տղան էլ 14 տարեկանից մասնակցել է պատերազմի ժամանակ։ Ամուսինս 90-ական թվականներին անհայտ կորել է։ Ինքը որպես հաղթանդամ ուժեղ տղա, որից հետո մասնակցել է բոլոր կռիվներին։ Դրանից հետո ծառայել է բանակը։ Բանակից հետո մինչև այսօր ինքը մասնակցել է պատերազմներին ու ինքն էլ հրամանատար տղա 44 օրվա պատերազմի ժամանակ անհայտ կորած է մինչև այսօր, որ մեր կառավարությունը ինչքան դիմում ենք, ինչքան պայքարում ենք, ոչ մի պատասխան չկա մեր երեխեքից։ Ոչ մեկը մի վստահ բան չի ասում, ուր են մեր երեխեքը։ Չեն ասում, այդքանը քիչ է, մի հատ էլ ստեղ լույս են անջատում։ Ոնց ապրենք։ Տղուցս հետո ինսուլտ ստացա, ինֆարկտ ստացա, չունեմ առողջություն, ճնշում, շաքար, ամեն ինչ ձեռք եմ բերել, բայց էլի աշխատում եմ, որ կարողանամ ինչ-որ մի հարց լուծել, բայց գոնե լույսը չանջատեն։ Այս վատ պայմաններում, որ մենք ապրում ենք, գոյատևում ենք, մենք չենք ապրում։ Բայց այս մարդիկ շատ հանգիստ լույսը անջատում են։ Հետաքրքիր է, իրանց վրա որ լույս անջատեն, ոնց կլինի։ Լավ, գոնե մի անգամ պիտի հիշեն այդ տղերքին։ Գոնե մի անգամ այդ տղերքի անունը պիտի տան, որ իրանք կորան, զոհվեցին հանուն մեր հայրենիքի։ Հա, պայքարեցինք, բայց ինչի հաշվին պայքարեցինք, հանուն ոչինչի պայքարեցինք։ Խոսք չեմ գտնում, ես խոսք չեմ գտնում։ Դատարանի ժամանակ էլ իմ դատավորը ինձ թուղթը գրեց, որ ես ոչ այս մարդուն հանում եմ, ոչ էլ կարողանում եմ ինչ-որ մի բան անեմ, որովհետև իր սիրտն էլ չտարա, որ հաներ դուրս։ Իսկ հիմա, այս ինչ է նշանակում։